Բարի երեկո, դուք դիտում եք Ամեքլուսի IPF+ հաղորդումը, սկզբից օրվա ամփոփումը 120 վայրկյանում։ Կոռուպցիան եւ օրենքի անկատարությունը Հայաստանում այնպիսի բարձր մակարդակի վրա են, որ այդպիսի միջավայրում տնտեսական զարգացում դժվար է պատկերացնել։ Տնտեսագետ Բագրատ Արսատրյանի պնդմամբ վիճակն այնպիսին է, որ Հայաստանի քաղաքացիները նախընտրում են կապիտալը դուրս հանել երկրից։ Որովհետեւ մեր երկրի ղեկավար քաղաքական մարմինը այն է ինչ որ կա, որտեղ հավաքված են մեր հիմնական, այսպես տնտեսության մեջ իշխող դիրք ունեցող անձիկ։ Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը համայնքների խոշորացումը համարում է արդյունավետ, սակայն այլ հարց է, թե դա ինչպես է անդրադառնալու հայկական իրականության վրա։ Ցանկացած տիպի փնջերի ձևավորում, ցանկացած տիպի կենտրոնացում իր հերթին կարող է հանգեցնել այն համայնքների, որոնք հնարավորինս հեռու են գտնվում կենտրոնից, դրանց կարելի ասել վերացման։ Հայաստանի անկախացումից հետո ի վեր 250 համայնք է դատարկվել։ Սրանք տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի տվյալներն են։ Նրա կարծիքով թիվը կմեծանա, եթե համայնքների խոշորացման ծրագիրն ամբողջությամբ իրականացվի։ Այս process-ին դեմ են գյուղացիները, համայնքապետերը, իշխանությունը, ընդդիմությունը, մտավորականությունը, փորձագետները, բայց ինչ որ մարդիկ ուզում են սա անցկացնել։ Այս մարդիկ մարտնչող փոքրամասնությունն են վտանգավոր, դրսից ֆինանսավորվող, եւ սրա դեմը պետք է առնել։ Հայ առաքելական եկեղեցին վաղը նշում է համբարձման տոնը, ջանգյուլումը։ Համբարձում նշանակում է բարձրացում։ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս Ավագ Քահանա Մալյանը ասում է, որ տոնի հետ կապված վիճակի խորհուրդը գուշակության հետ կապ չունի։ Երբ Հիսուս համբարձվեց, առաքյալները հավաքվեցին եւ մի նոր առաքյալ պինտրեն 12-րդ առաքյալին, որովհետև Հուդան ինքնասպանություն էր գործել, մնացել են 11 առաքյալներ։ Եվ վիճակ գցեցին, վիճակ ընկավ Մադաթյային։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևանի ավականու ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերից միայն մեկի ներկայացուցիչ ինքնաբացարկի դիմում է ստացել։ Խոսքը Ելք դաշինքի Երևանի քաղաքապետի նախկին տեխնացու Նիկոլ Փաշինյանի մասին է, որը ինչպես հայտնի է ընտրվել է նաև ազգային ժողովի պատգամավոր։ Այս տեղեկությունը հայկական ժամանակին հայտնել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։ Նրա խոսքով Երևանի ավականու նիստը տեղի է ունենալու նախորդ ավականու լիազորությունների դադարեցման օրը։ Հանձնաժողովը Երևանի ավականու անդամների վկայականները կհանձնի միայն բողոքարկման վերջնաժամկետի ավարտից հետո։ Մայիսի 25-ին Վարդաշեն քրեակատարողական հիմնարկից ազատ կարձակվի պահեստազորին գնդապետ Վալոդյա Ավետիսյանը։ Այս մասին թերթ-ի հետ զրույցում ասել է Վալոդյա Ավետիսյանի պաշտպան Արաքս Մելքոնյանը։ 6 տարի ժամկետով դատապարտված Վալոդյա Ավետիսյանը պատիժը կրելու ընթացքում 6 անգամ ներկայացրել է պատժիչ պայմանական վաղաժամկետ ազատվելու դիմում, սակայն անկախ հանձնաժողովի կողմից բոլոր դեպքերում քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջնորդագիրը մերժվել է առանց որևէ հիմնավորման։ Անկախ դատարանի որոշումից Վալոդյա Ավետիսյանը մայիսի 25-ին ազատ է արձակվելու 2013 թվականին կիրառված համաներման հետևանքով պատժաչափը կրճատելու արդյունքում, ասել է պաշտպանը։ Մեծ Բրիտանիայում հարձակման հավանականությունը ոչ միայն պարզապես բարձր է մնում, այլև հաջորդ հարձակումը կարող է անխուսափելի լինել։ Այս մասին ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, հայտարարելով երկրում ահաբեկչական վտանգի մակարդակը լուրջից առավելագույն կրիտիկականի բարձրացնելու մասին, ինչը նշանակում է ահաբեկչության անմիջական սպառնալիք։ Օրվա լրահոսը։ Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից լարված կամ խտրական վերաբերմունք չի տեսնում հայ հեղափոխական դաշնակցության նախարարների նկատմամբ։ Մեր բոլորի գործը նույնն է։ Իրականացնել այն ծրագրերը, որոնք մենք միասին հռչակել եւ հայտարարել ենք մեր երկրի զարգացման ուղղություն։ Մինչ Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվել է, Արծվիկ Մինասյանը գլխավորում էր էկոնոմիկայի նախարարությունը։ Այդ պաշտոնում շատ քիչ նա պաշտոնավարեց վարչապետի հետ։ Կարճ ժամանակ անց նա դարձավ բնապահպանության նախարար։ Լրագրողները չեն մոռացել վարչապետի հետ նրա վիճաբանությունները կառավարության նիստում։ Ես չեմ կարծում, որ բանավեճ ունենալը դա խոսում է հակասության մասին։ Դա կարող է խոսք լինել միայն այն մասին, որ կա տեսակետներ եւ այդ տեսակետների հնչեցման ցանկություն կամ եւ հնարավորություն։
Հայ հեղափոխական դաշնակցություն Հայաստանի Հանրապետական կուսակցություն համագործակցության նոր հուշագիրը Արծվիկ Մինասյանի վստահեցմամբ նախորդից տարբերվում է քաղաքական մշակույթի նոր շեշտադրումներով։ Որպես բնապահպանության նախարարի ասեմ, եթե դուք տեսնեք, այստեղ հատուկ շեշտված է բնապահպանական խնդիրը, որպես բնական ռեսուրսների գերշահագործումը դադարեցնելու, ավելի կայուն օգտագործման համակարգ ձևավորելու համակարգ։ Ձկնաբուծարանների համար շահագործվող արտեզյան ջրերը, որոնք հիմնականում տնօրինում են նախկին պաշտոնյաները, վերահսկվելու են։ Նախարարը խոստանում է առաջիկայում Արարատյան դաշտում լայնամասշտաբ ստուգումներ իրականացնել։ Անկախ դիրքից, դերից, անկախ նրանց ունեցած ազդեցություններից, մենք բոլոր ձկնաբուծական տնտեսություններին բերելու ենք օրենքի դաշտ։ Բնապահպանական մյուս բոլոր հարցերը կարտացոլվեն նոր կառավարության ծրագրում կոնկրետ թվերով ու ցուցանիշներով։ Ծրագիրը պատրաստ լինելուն պես կդրվի ազգային ժողովի քննարկմանը։ Ով է ասել, որ Հայաստանի 6-րդ գումարման խորհրդարանն է տալու Ղարաբաղի անվտանգության գոտի համարվող տարածքների վերադարձի համաձայնությունը, զարմանում է հանրապետական պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը։ Երբեք ես չեմ պատկերացնում, որ լինի մեկ հայ, որը որ տարածքների մասով զիջում կանի։ Փող զիջում ինչ որտեղ հասկանալի է։ Ռաֆիկ Գրիգորյանը պատկերացում չունի, թե ինչի դիմացին չէ զիջելու Ղարաբաղը Ադրբեջանին։ Նրան տեղեկացնում ենք, որ սկզբի համար գուցե 5 շրջան պետք է զիջել Լեռնային Ղարաբաղին հանրապետության կարգավիճակ տալու համար։ Ոչ, այդպիսի բան 5 շրջան չի լինի։ Նորընտիր պատգամավորը վստահ չէ, որ Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում Ղարաբաղի հարցը կլուծվի։ Կա ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահները, կա այդ գերտերությունները, որոնք որ նաև իրենց խոսքը պետք է ասեն։ Դաշնակցական Արմեն Ռուստամյանն համաձայն չէ, որ Սերժ Սարգսյանը սահմանադրություն փոխեց, որպեսզի ազգային ժողովը Ադրբեջանին զիջի Ղարաբաղի անվտանգության գոտի համարվող տարածքները։ Հայկական կողմերը միասին շատ հստակ թեզի վրա են կանգնած, որ չի կարող ընդհանրապես որևէ զիջման մասին խոսքը գնալ, քանի Ադրբեջանը չի ճանաչել ինքնորոշման իրավունքի իրացումը։ Նախ կարգավիճակ, հետո արդեն կարելի է խոսել տարածքները զիջելու մասին։ Խորհրդարանի իր ելույթում Սերժ Սարգսյանը հենց այս մտայնությունն է ըստ պարոն Ռուստամյանի փոխանցել պատգամավորներին։ Մենք խոսում ենք այնպիսի զիջումների մասին, որը ընդունում է Ղարաբաղի ժողովուրդը։ Ղարաբաղի ժողովուրդը իր հանրաքվեով վերջերս էլ իրականացրած շատ հստակ հայտարարել է, որ քանի չի վերականգնվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային ամբողջականությունը եւ չի ճանաչվել նրա անկախությունը, խոսել տարածքների վերադարձի մասին անիմաստ է։ Այդքան բան սրա վրա է կանգնած նաեւ Դաշնակցությունը։ Այս տիկնիկները խամաճիկների թատրոնի դերասաններ չեն։ Ինքը չի ենթադրում իրանից փոխարինելու տիկնիկային թատրոնը, մենք չենք մտնում արվեստի բնագավառ, բայց ինքը շատ լավ հետաքրքիր լուծում է որպես ատրակցիոն։ Տիկնիկները ներկայացված են Հայաստանի գործատուների հանրապետական միության 10-ամյակի միջոցառմանը։ Ավտոմատ կառավարման խամաճիկ տիկնիկները վաճառվում են Հայաստանի եւ Արցախի ավագ դպրոցներին, բուհերին, ուսումնական process-ը ավելի հետաքրքիր դարձնելու համար։ Ինքը պատրաստում է շատ հասարակ բաներից, օրգապակի լազերային կտրումով։ 5 տարի առաջ Հալեպից Հայաստան եկած Այդա Սանթուրյանը այստեղ հիմնեց Արիկա Մարաշի ասեղնագործությունը ներկայացնող ընկերությունը։ Նա գոհ է արդյունքից։ Մարդիկ ծանոթացան եւ իրենք այնպես սկսան իրագործել իրենց տեսականների մեջ։ Տեղական շուկայի զարգացման եւ նոր գործարարների գործատուների ներգրավման համար Եվրամիության թե Եվրասիական տնտեսական միության շուկան է առավել ձեռնտու։ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահը կողմ է Եվրամիության հետ համագործակցության շարունակմանը։ Մինչդեռ Եվրասիական տնտեսական միության պարագայում նա շատ ստորգետնյա քարեր է նկատում, որոնք պետք է հայտաբերվեն ու հղկվեն։ ԵԱՏՄ անդամ երկրները իրենց ազգային օրենքներն են ընդունում, որպեսզի այսպես նրբորեն կարողանան ԵԱՏՄ-ից ավելի բարձր օրենքներ սահմանելով իրենց ներքին շուկաները, իրենց ներքին շահերը պաշտպանել։ Այսինքն ԵԱՏՄ-ի շրջանակում ես նկատում եմ շարունակաբար ոչ հավասար գործելակերպի սկզբունքը, ոչ հավասար հարգանքի սկզբունքը։ Բացի այդ, հիմնական խնդիրները Եվրասիական տնտեսական միության մեջ շարունակում են մնալ արտահանումն ու ներմուծումը։ Երկուսի դեպքում էլ անդամ պետությունների հետ կապերը բավականին թույլ են։ Բուլղարացիները Երևանում նշեցին սլավոնական այբուբենի Կիրիլիցայի տոնը։ Հայաստանում Բուլղարիայի դեսպանատունը միջոցառում էր կազմակերպել Պեյո Յավորովի անվան թիվ 131 դպրոցի հետ։ Բուլղարացի գրողի անունը կրող դպրոցը դարձել է երկու երկրներին կապող բարեկամության յուրատիպ կամուրջ։ Яворов, это он как
имя, как светлое имя для армян и для болгар, для обе народа. Это один из самых великих поэтов Болгарии. Он написал поэму «Армяне». После, когда начинались события в Отtomанской империи, Болгария была государство, которое принимало много армян, и с тех пор они живут в Болгарии. Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիա Պավլովայի խոսքով սա առանձնահատուկ տոն է բուլղարացիների համար, քանի որ գիրը նրանց համար դարձավ ազգային ինքնության կարևոր պայման։ Ընդհանուր շատ բան ունեն հայ եւ բուլղար ժողովուրդները, հիանալի հարաբերություններ, մեծ եւ հարգված համայնք ունեք Բուլղարիայում։ Նաեւ շատ հայեր սիրով գալիս են իրենց հանգիստը մեզ мот անցկացնելու, ասում է դեսպանը։ Они любят черно-болгарское Черное море, но все-таки я думаю, что Болгарии и в Армении институции надо сделать больше, чтобы армяне и Болгарии должны знать больше для истории каждого из этих народов. Я думаю, что культурный туризм это надо становиться как приоритетом. Դպրոցի տնօրեն Գրիգոր Սաֆարյանը պարգևատրվեց Բուլղարիայի Հանրապետության նախագահի ոսկե մեդալով։ Իդեպ ներկաներին հիացրեց դպրոցի ուսուցիչներից կազմված երգչախումբը։ Մտավորականների ներգրավվածությունը քաղաքականության մեջ երբեմն դառնում է քննարկման առարկա, մանավանդ ընտրությունների ժամանակ։ Մտավորականների կամ այսպես ասենք արտիստների մի մասը երգում պարում է հիմնականում իշխող կուսակցության համար։ Մյուս մասը մտնում է պայքարի մեջ կուսակցական ցուցակներով։ Սովորաբար դա այնքան էլ չի ողջունվում եւ չի ընկալվում այն մտավորականների կողմից, ովքեր այդ պայքարին չեն մասնակցում։ Բայց միթե դա այնքան վատ է։ Օրվա գլխավոր թեման։ Իշխանական վերին շարքերում մտավորականները տարբեր նպատակներով են հայտնվում։ Անձնական հավակնություններ։ Դա է շատ մարդկանց կամ որոշ մարդկանց մղում դեպի այդօրինակ բաների ազգային ժողով կամ քաղաքապետարանի ավականի կամ կառավարության մեջ որևէ պաշտոն զբաղեցնել։ Մտավորականները պետք է հեռու մնան քաղաքականությունից, համոզված է հրապարակախոսը, պետության կառավարումն ու քաղաքական հարցերի լուծումը բացառապես գրագետ քաղաքական գործիչների անելիքն է։ Պիտի ագնդետ հետևի մտավորականը, թե ուր են տանում այս մարդիկ մեր երկիրը։ Պետություն, ինչ պետություն են կառուցում, եւ ինքը պիտի տեսակետ ունենա։ Այս է մտավորականության գործը։ Բայց եւ չի բացառում հայաստանյան իրականությունն է ստիպում արվեստագետներին քաղաքականություն մտնել։ Քաղաքական գործիչները մեծամասամբ չեն փայլում ինտելեկտուալ կարողություններով, մյուս կողմից էլ քաղաքական ուժերն ունեն միտք արտադրող մարդկանց կարիք։ Հայաստանում ցավում եմ չի ձևավորվել քաղաքական այն մտավորականությունը, որ մեծամասնություն է կամ ենթադրենք 90%-ով ազգային ժողովը լինեն այդպիսի մարդիկ։ Կրկնում եմ եւ գրագետ, որը շատ կարեւոր բան է։ Օրենսդիր մարմինը, օրենսդրությունում ցերկ բարձրացող գոջախ սեղմող մարդը պիտի գրագետ լինի։ Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի կարծիքով Հայաստանի իշխանությունը Ռուսաստանի շահերն է ներկայացնում եւ սպասարկում, քաղաքական համակարգն էլ ձևավորված է այդ երկրի ճաշակին համահունչ։ Այս պայմաններում մտավորականությունը քաղաքական ասպարեզում ստանում է զրոյական դեր։ Այդ մարդկանց բերել այսպես կոչված խորհրդարան, որտեղ նրանց խորհուրդների կարիքը ոչ ոք չի զգում, ինչպես նաեւ խորհրդարանի խորհրդի կարիքը ոչ ոք չի զգում, դա շատ դրամաբանական է, որտեղ դա նշանակում է, որ տեղերը լցվում են, ձայները լսվում են։ Ինչ են երգում այդ ձայները։ Կա դերակատար եւ դերասան բառը։ Այդ դերասանը, դա է դերասանություն։ Իրենց տալիս են դեր եւ նրանք այդ դերը ասում են։ Նա չի ընդունում մտավորական տերմինի գործածումը, համարում է, որ այդ տերմինը ներդրվել է խորհրդային իշխանության կողմից հասարակությանը պառակտելու նպատակով, բայց եւ վստահ է ինտելեկտուալ անձինք այս պայմաններում հասարակությանը լուսավորելու առաքելություն ունեն։ Մենք պետք է ասենք ճշմարտություն, ասենք այն ինչ մտածում ենք։ Դժվար թե որևէ մեկը կարողանա պնդել, որ օրինակ ՀՀԿ ցուցակի առաջին համար պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մտավորական չէ, կամ ելք դաշինքով ընտրված Գևորգ Գորգիսյանը եւ Արարատ Միրզոյանը հենց այդ խավի ներկայացուցիչներ չեն։ Հետևաբար մտավորականի եւ քաղաքական գործի կարգավիճակները անհամատեղելի չեն։
Խնդիրը հավանաբար նրանում է, թե ինչի համար են պայքարում քաղաքական գործիչները, ինչ նպատակ են իրենց առջև դրել, անկախ իրենց ինտելեկտի մակարդակից եւ կրթությունից։ Հայաստանի դեպքում կարևոր է, որ այդ գործիչը չունենա քաղաքական դաշտում անձնական շահեր, ինչը մենք տեսնում ենք ամեն քայլափոխի։ Մարդիկ գնում են գործադիր կամ օրենսդիր իշխանություն իրենց նյութական դիրքը բարելավելու կամ պահպանելու համար։ Դա բերում է շահերի բախման եւ ի վերջո պետության վատ կառավարման։ Իսկ մտավորականների դերը ես ավելի շուտ տեսնում եմ ուղղորդելու, հուշելու մեջ։ Պարտադիր չէ, որ ես լինեմ որևէ պաշտոնյայի խորհրդական եւ նրան աշխատավարձի դիմաց խորհուրդներ տամ, բայց իմ մտածելակերպը եւ ամենակարևորը իմ վարքը պետք է հետաքրքիր լինի, տարբերվի միջին թվաբանական քաղաքացուց եւ ինչ որ չափով լինի ուսանելի, օրինակելի։ Դա միայն առաջին հայացքից է թվում անկարևոր։ Ամեկ պլյուսի զրուցակիցն է Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Տուղիկյանը։ Նարինե, որ մտավորականները քաղաքական թեմաներով են սկսում խոսել, ասում են, ահա, քաղաքական խաղեր է տալիս, երևի պաշտոն է ուզում։ Եթե ձեն չեն հանում, ասում են, ահա, տեսնում եք ինչքան пассив են։ Որն է ճիշտ մոդուսը ըստ ձեզ։ Մտավորականների համար։ Այո։ Միշտ լինել ըմբոստ, չվախենալ որևէ բանից եւ հասկանալ, որ ի վերջո հենց այդ շերտն է կամ այդ խավը, չնայած ես այդպես էլ հիմա չեմ հասկանում, թե ինչ է նշանակում մտավորական, որտեղ ամեն ինչ շատ խեղաթյուրվեց, որ ամեն դեպքում հենց այդ մարդիկ են, որ պիտի այսպես ասած թեմաներ առաջ բերեն եւ նաեւ քաղաքական դաշտում եւ լիցքավորեն մյուսներին։ Ըմբոստ ինչ է նշանակում ընդդիմադիր։ Նայած մենք ընդդիմադիր ասելով ինչ ենք հասկանում, եթե հայրենիքի կամ պետության նկատմամբ ընդդիմադիր չի կարելի լինել, բայց ավազակության, խարդախության, գողության, կաշառակերության, կոռուպցիայի դեմ միանշանակ պետք եւ անճաշակության միանշանակ պետք է լինել ընդդիմադիր։ Այ դուք թվարկեցիք մի քանի բան, վատ օրինակները հա մեր կյանքում շատ են։ Գուցե ճիշտը, որ մենք լավ օրինակներ տանք եւ վարքի եւ մտածելակերպի առումով, գուցե դա է մեր առաքելությունը։ Լավ օրինակներ տանք, անշուշտ, բայց խողովակները, որոնց միջոցով այդ լավ օրինակները կարող են հանրայնացվել կամ տարածվել, դրանք շատ քիչ են, սուղ են։ Եվ մնացած բոլոր որակները շատ ավելի ագրեսիվ են, իմ թվարկած եւ գումարած շատ շատերը, դրանք շատ ավելի մեծ հնարավորություններ ունեն, լծակներ ունեն, ինչպես ասում են, հանրայնացվելու եւ յուրացվելու ցավոք սրտի որոշակի կրթական ցենս, ցածր ցենս եւ անճաշակ ճաշակ ունեցողների շրջանում։ Այ օրինակ ես նստած եմ Երևանում նստարանին եւ գիրք եմ կարդում։ Կամ, չգիտեմ, ծխախոտը գցում եմ ճիշտ տեղը աղբամանի մեջ։ Դա լավ օրինակ է, դրանով մարդիկ վարակվում են, թե չեն վարակվում։ Որոշները անշուշտ վարակվում են, միանշանակ, որոշները հաստատ կվարակվեն։ Բայց հույս ունենալ, որ այդ քայլերով նստարանին նստած գիրք կարդալով կամ օրինավոր, այսինքն քաղաքացի լինելով, ծխախոտը հատակին չնետելու, այլ աղբամանի մեջ նետելու օրինակով կարելի է շատ արագ ինչ-որ հեղափոխություն կատարել մարդկանց ուղեղներում, չեմ կարծում, որ այդպես է, որովհետև այդ նույն մարդը, որ տեսավ ձեզ գիրք կարդալիս կամ սիգարետը ճիշտ տեղը նետելիս աղբամանի մեջ, ինքը իր տանը բացարձակ ուրիշ բան է տեսնում, իր բակում, իր հարևանության մեջ, բացարձակ ուրիշ բան է տեսնում եւ այստեղ արդեն դիլեմայի առջև է կանգնում, այսինքն դա պիտի օրենք լինի, դա պիտի կենսակերպ լինի, կենսաձև լինի։ Շնորհակալություն։ Իմ զրուցակիցն էր Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Տուղիկյանը։ Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը որպես գյուղերի խոշորացման խոչընդոտ տեսնում է այն, որ որոշ հարևան գյուղերում իրար աղջիկ նույնիսկ չեն տալիս, բայց 21-րդ դարում դա կարծում եմ խոչընդոտ չէ։ Ի վերջո հարցնացուին կարելի է նաև փախցնել։ Դիտեք նաև մեր վերջին խոսքը, իսկ IF+ կշարունակի իր աշխատանքը վաղը։ Գյուղական համայնքները անգամ մշակութային առումով իրար հետ համագործակցության լուրջ խնդիրներ ունեն։
Չեմ ուզում բերել այսպիսի օրինակ, որ մեկը մեկին անգամ աղջիկ չի տալիս երբեմն, մի գյուղը հումորային տարբերակ է իհարկե դառնում, բայց անգամ դա գոյություն ունի։ Ինչ եք բեռնում։ Հարսնացույն եք բացնում, ընկերավակ։ Անաքշի, երբ այդ հարսնացույն մսից խորովաս սարքես, ինչ չմոռանաս, հա։